Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր և իրական պատմությունները։ Ողջույն, այսօր կխոսեմ կենդանական աշխարհի ամենախելացի և հպարտ կենդանու մասին, որը թույլ չի տալիս իրեն վարժեցնել և երբեք ելույթ չի ունեցել կրկեսում։ Ամենամեծ ագրեսիան դրսևորում է իր ցեղակից շների նկատմամբ, քանի որ շներն ընտանի կենդանի են և համերաշխ մարդու հետ։ Գայլը միակ կենդանին է, որն ապրում է ընտանեկան խմբով 3-ից 40 հոգով և մինչև խոր ծերություն խնամում և հոգետանում ծնողների մասին։ Առաջնորդը լինում է խմբի ամենաուժեղ որձ գայլը, ալֆան, իսկ նրա կինը ղեկավարում է էգ գայլերին։ Առաջնորդ գայլին կարելի է ճանաչել բարձր պահած պոչով, ինչը չի թույլատրվում մնացած գայլերին։ Խմբում պահպանվում է սուբորդինացիան։ Եթե առաջնորդը սատկում է, նրա տեղը զբաղեցնում է հաջորդ ամենաուժեղ գայլը։ Առաջնորդը միշտ հիշեցնում է իր առավելությունները, անգամ կծում է, իսկ մյուս գայլերը պառկում են նրա առաջ։ Գայլերը միայնակ երբեք որսի չեն գնում, իսկ որսից ստացված միսը առաջինն ուտում է առաջնորդը։ Գայլերը ոռնոցներով մտքեր են փոխանակում, դա նրանց լեզուն է։ Դա է պատճառը, որ միայնակ գայլերը երբեք չեն ոռնում։ Չզարմանաք, բայց գայլը միակ կենդանին է, որն ունի դեմքի միմիկա։ Հատկապես հետաքրքիր է գայլերի տեղաշարժը։ Առջևից գնում է ամենախելոքն ու իմաստունը։ Նրան հաջորդում են ծեր և հիվանդ գայլերը, որպեսզի ցույց տան շարժի տեմպը և վտանգի դեպքում սատկեն իրենք, այլ ոչ թե երիտասարդները։ Նրանց կողքին են լինում նաև 2 կամ 3 ուժեղ գայլերից, որպեսզի ճանապարհ բացեն։ Ամենավերջում գնում է առաջնորդը, որը հսկողության տակ է պահում ամբողջ ոհմակը։ Գայլերը բարձր պատասխանատվությամբ կենդանիներ են, հոգ են տանում միմյանց մասին, կիսվում են կերով և պաշտպանում են միմյանց։ Ունեն բարձր ինտելեկտ, որը թույլ է տալիս գոյատևել տարբեր պայմաններում։ Գայլերն ունենում են մեկ զուգընկեր, որի մահից հետո անգամ երկրորդ ընտանիք չեն կազմում։ Սովորաբար էգ գայլերի միջև վեճերը հարթում է ալֆա էգը, նաև կազմակերպում է հղի գայլերի ծնունդը։ Այն էգ գայլերը, որոնք չունեն ձագեր, կատարում են դայակի դեր։ Բոլոր գայլերն ունեն իրենց սահմանը և այն գծում են ծառերի վրա քերծվածքներով և մեզով։ Կան նաև չեզոք տարածքներ, որոնք միայնակ գայլերի համար են։ Գայլերի մոտ գոյություն ունի նաև փորձի փոխանակում, հատկապես վտանգավոր են տարբեր ոհմակների միջև բռնկած կոնֆլիկտները։ Գայլը թեև լինելով գիշատիչ, սովորաբար խուսափում է մարդուց, ագրեսիա է ցուցաբերում, երբ վտանգ է զգում։ Գայլի ձագերը գտնվում են խիստ հսկողության և խնամքի ներքո և երբեք չեն լքում ոհմակի տարածքը։ Գայլերի ոհմակը միակն է, որտեղ պարզ է ձագի հայրը, որը բացառում է հարազատների մերձեցումը։ Գայլերը սիրային հարաբերություններ չեն ունենում այլ ոհմակների հետ և ընտանիքի ներսում հավատարմություն են պահում։ Եվ զարմանալի է, որ հեքիաթներում ու պատմվածքներում գայլը ներկայացվում է որպես ամենաագրեսիվն ու վտանգավորը։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։